ասում էիր տարել են, թալանել են, ինչ են արել, մեկ էլ քար լռություն չկա դրա մասին, որովհետև քեզ ինչ որ գումարներ են, չէ՞, մուծվել։ Այդ քո սիրած բառով եմ ասում, որտեվ արդեն ինչ որ բան եք պայմանավորել, չնայած նրանք ապուշ են, որտեվ հնարավոր չի քո քեզ այդ ինչ որ բան պայմանավորել, այսօր կպայմանավորվեն 10 միլիոն կվերցես, վաղը կասես, չէ, հիմա էլ փոշմանել եմ, եւս 10 միլիոն եմ ուզում, կամ 20 միլիոն եմ ուզում։ Բոլորի հետ էլ այս պայմանավորված վերցրել ես, թերևս երկու բացառություն կա, որ հիմա քո դեմ պայքարում են, դրանց էլ ուրիշ կերպ եք էլի փորձում բան անել, վարկաբեկել, հեղինակազրկել, որտեղ քո հետ չեն պայմանավորվել, քաղաքական բան պայքար են տանում, դա համա չի ստացում, իրաց տանում ես դատարաններ, ասենք երկրորդ նախագահային, ինչ ես անդադ տանում դատարան, որտեղ չի պայմանավորվել քո հետ, եւ երկիր է կորցել ու երկիր շենացնող ազատագրող մարդը, դրա համար այդ մարդը պայքարում է, դրա համար իրան դատարաններ է ստանում, այն մյուսներին չէ։ Այն մյուսները հենց որ մի քիչ փպրտում են, ասում են, ախր Նիկոլ, տվել են, չէ՞ մի 10-15 միլիոն։ Ինչ ես ուզում մեզանից։ Այդ ժամանակ ասա մի հատ էլ մի քանի հատ էլ գործ արեք, հիմա կտեսնեմ այդ 10-15 միլիոնը։ Կարող եմ ես այսպիսի ենթադրություններ անել, կարող եմ, որովհետև այդ գործերը չենք տեսել եւ ամենակարևորը մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որին հաջորդիվ մենք չենք տեսել այդ միլիոնները գնացել են արդյոք բյուջե, թե ոչ, եթե վերադարձվել են կամ քո գրպանն է, դու պայմանավորվել ես կամ չեմ վերադարձել, ուրեմն դու ապուշ ես եւ ստախոս սրիկա ես եղել 20 տարի շարունակ քո թերթում սրիկայություն սուտ ես տարածել դրա մասին կամ սա է կամ դու վերցրել ես եւ հիմա ուղղակի դրա հետեւից չես դում հիմա կամ էլ բյուջեին պիտի երևար կամ էլ վերցրես դու տեսնենք այդ 100 միլիոնանոց միլիոնները որ հետ են բերել գուցե հետ ես բերել եթե հետ ես բերել ուր է քո գրպանում է թե ես ենթադրություն եմ անում բայց հիմնավորված այն ամեն ինչի վրա ինչ որ հիմա կամ էր հրապարակում հակառակ դեպքում ես կարող եմ վստահ ասել դու Սամվել Ալեքսանյանից էլ ես մի 15-20 միլիոն վերցրել Ռուս գազարտի Կարեն Կարապետյանից էլ ես երևի մի 10 միլիոն վերցրել, Վարդան Հարությունյանից էլ ես գազարտի երևի մի 10 միլիոն վերցրել, բան չէ՞ Գագիկ Խաչատրյանից էլ ես երևի վերցրել, Հովիկ Աբրահամյանից էլ երևի ուզում էիր վերցնել, տեսա այնտեղ տակը փող չկա, ասեցի դե տունը տուր, այն մյուսին էլ ասես տակը այսքան փող կա, վստահաբար Գագիկ Բեգլարյանից էլ ես բավականին գումար վերցրել, հիմա էլ մնացած տարածքներն ես վերցնում, բանը մի քիչ փորձում է դիմադրել Գագիկ Ծառուկյանը, բայց վստահ եմ այդ գումարները ահռելի հիմա ասում են ամբողջ չսառեցրել ես այդտեղից էլ ես վերցրել, եթե ոչ, ուրեմն կամ պետք է մենք այդ գործերը տեսնենք, կամ էլ եթե վերցրել ես բյուջեում տեսնենք, եթե ոչ նա է, ոչ նա են դու ստախոս սրիկա ես եղել 20 տարի խաբել ես մեր ժողովրդին, ասել ես որ այս մարդիկ թալանչիներ են եղել, էսա մյուս գործարկը Հովիկ Աբրահամյանի հետ կապված, ինչպես ասեցի, չի բացառում, որ այդպես է, որտեղ այս խոսակցությունները ներկայ մամուլում էլ եղավ, որ իրենից էլ էլի կանչել են, ասեմ, ես կամ գումար տաս, իդեպ ուր է ինչու գումարները անընդհատ կրկնելու եմ Նիկոլ, ինչու բյուջեում տողով գրված չի Մերը պարոն Բագրատյանը ասել, որ դու ասում եք 30 միլիոն իբրև թե սրանից տարել են, այդպես ուր է, ինչու դա բյուջեում գրված չի։ Եթե դա գրված չի, ուրեմն գնացել է քո գրպանը, եթե գրված չի, եւ քո գրպանը չի գնացել եւ դա չի եղել, ուրեմն դու ստախոս զրպարտիչ ես եղել 20 տարի եւ դու մասնակից ես եղել Հայաստանի կործանման եւ ավերի դեռ 20 տարի առաջ Նիկոլ քո հրապարակումներով, քո թերթով, ես դրանում համոզված եմ, ես ուղղակի ասում եմ, որ սա մարդկանց հասնի, որովհետեւ դու այդպես մարտի մեկ գրելով ինքդ դրանցից կազմակերպողներից մեկը լինելով հիմա էլ կատաղած եք բանի մեջ եք որ հանկարծ երկրորդ նախագահը չվերադառնա նույնիսկ մարտի 1-ի թեման եք բերել ինչի է կատաղած որ 2008 թվականին ձեզ մոտ չհաջողվեց այն հրեշավոր ծրագիրը Արցախը կործանելու հայ ժողովրդին կործանելու ծրագիրը իրականացնելու 10 տարի հետաձգեց հա Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց եկաք եւ 18-ին ձեզ մոտ դժբախտաբար դա հաջողվեց հա հիմա այսպես Հովիկ Աբրահամյանը ենթադրաբար կանչել են ասել են որ պետք է ես կամ գումար տաս վստահաբար Հովիկ Աբրահամյանն ասել է ես չունեմ այդ ձեր ասած գումարները ասենք 10 միլիոնը չունեմ 20 միլիոնը չունեմ որ ձեզ տամ դու ասել են չունես տուն ունես Էս ուրեմն տունդ կտաս հիմա տունդ կգնահատենք իշքան բայց տունը չի լինի գնացի մեկ ասի ես նվիրում եմ Անա Հակոբյանին կամ գրի ասե գրի Հովիկ Աբրահամյան ես նվիրում եմ Նիկոլ Փաշյան կամ Հովիկ Աբրահամյան գրի ես նվիրում եմ Աշոտ ինչանա Աշոտը Աշոտ Փաշինյանին կամ ասենք աղջը Շուշան կամ ես նվիրում եմ Շուշան ինչանա Շուշանը Շուշան Փաշինյանին ասենք ես նվիրում եմ իրենց չէ ասենք կարող է չէ այդպես ասած դե հիմա Հովիկ այդ դերասանական բաներն ունի Հովիկ Աբրահամյանը քո ձևը գիտի շատ ճարպիկ աշոտն է ժիրա գիտեք որ ինքը ինչքան ժիրա բայց հաստատ այդ գումարները չուներ եւ ասում է չունեմ այ մարդ ինչ եք ուզում չունեմ այդ լեգենդա ասում է Անա
Այն ինչ որ Նիկոլը գրել է, սուտ է, լեգենդ է։ Ասում այն տիկին դու էլ ես հավատացել ստերին։ 1000 տարվա ամուսինը ինչ է տա կամ կողակից դու չգիտես որ սուտ է խոսում։ Չէ ասում է։ Գրել է Նիկոլը, պտիլնի։ Փորփրում են, տեսնում են չկա Հովիկ Աբրամյանը, չունի այդ միլիոնները, չկա ասում են դե լավ, չունես, տունն էլ տեսանել է։ Ինչ անենք տուն, ինչ անենք, ահա։ Ով է։ Իրանց սրտի օլիգարխը, ում անունով պիտի ձևակերպենք։ Ոմանոր ձևապերկենք ով Վահե Վիգեն չէ, Վահե Վիգեն դե թմրադեղերի թեմա կա, խաղատները, միլիարդները դուք էդ ապահովեք։ Դուք էլ մնացած ամեն ինչը ապահովեք, առեք, բերեք, այդ ձեր գերշքեղ հարսանիքներով փողերը մուծվեք մեզ, տվեք, այդ սաղ ապահովեք, դե մեր փողերն է։ Այ Նարեկ, էս ոչինչ, Նարեկյանովը, որտեղ մենք կասենք, այս խեղճ Շարիֆը սովորական քնիչ ա եղել, անգրագետագետ, թերի զարգացած։ Բայց այդպես բախտը բերել է, էլի այդպես գերսը, մեկ էլ առավոտը զարթնել, այդպես սուպեր հատկանիշներ ունի բաներով։ Այս բանն էլ պարզում այնքան հարիվ է, իբր թե sense խելոք սուպեր բիզնեսմեն, այս ամեն ինչում հաջողում է, բայց չգիտես ինչի այդպես հարիվ է, գնացել է մի հատ տուն ա գնի, հետո պարզում է այս տունը ինչ որ կալանքի տակ է, բան են թույլ չեն տալի գործարքանել, այդպես հարիվ ես, հա դու, Նարեկ։ Հա։ Ինչ որ գումարի մի մասներ տվել է, հիմա էլ չեն թողնում այդ գործարքանը։ Դու տենց հարիկ չես, դու դուք ոչ մեկն ես։ Քեզ ինչ ասում են, դու դա էլ անում ես։ Ասել են, պետք է գնաս քո անունով ձևակերպես, այսքան փողը, էս է նոր են գտել, իմիջիայլոց շատ լավ հարցեր էր տալիս հետքի լրագրող, շատ ճիշտ էր ասում, բայ այդ ո՞նց եղավ մյուսներին այդ վարկերը, այդ բաները, բանկերը, մի հատ փորձեք էլի, այստեղով էր մի անգամ ասեց, մեկին 0%-ով եք ձեր միջավայրի մարդկանց վարկ տալիս, չգիտեմ ինչ տոկոսով, արտոնյալ պայմաններ եք տալիս, բաներով եք հնարավորություն եք տալիս, որ հատուկ ասենք ես ձեր տարածաժամկետային վճարումներ կատարեն, այս ոնց, դու ով ես Նարեկ, որ քեզ այս ամեն ինչը, այդտենց բաներ են, այդտենց մեծ արտոնություններ են տալիս, չգիտեմ ինչ են անում, որ դու էլ գնաս այդ ամեն ինչով զբաղանես, զբաղվես։ Այնպես որ եթե ձեզ թվում է, որ դուք այս ճանապարհով Նարեկ խոսեցնեք, Նարեկը ինչ որ իր արևին կփորձի բարձում, ավելի բան փոսի մեջ եք ընկնում, ոնց որ Աննան, ինչքան փորձում է խոսել եւ կրթվելուց է խոսում, բան, այնքան իր տգիտությունն է հրապարակ գալիս, ինքը այդչափ ավելի խայտարակվում է, որովհետեւ ինքը հրապարականեց այն, որ թե ինչ է խոսում իրենց տանը, փաստորեն իրենք ժողովրդի մասին համբալ, ինչ էր ասում, տգե տխմար, էշ, ոչ իլվան, անաս, ինչի անասում Խոտակեր անասում ինքը ցույց տվեց թե հայ ժողովրդի մասին ինչպես է խոսում հայ ժողովրդի այսպես հատկապես են ակտիվ մասայի մասին ինչպես է խոսում այսինքն իրենց մեջ նստած է որ դուք ոչ եք որ դուք բանեք տգետ եք տխմար եք էշեք չգիտեմ էս եք են եք ինքը ցույց այդ վերաբերում այդ ամեն ինչը անում է ջրի երես այնպես որ սա ձեզ մոտ չի հաջողվելու դուք բան կար ժամանակ ունեք ես հասկանում եմ ձեր թուրք տերերը ստիպում են պահանջում են դուք ոչ մեկ եք դուք հասկանում եք որ այսպես թելից կախված եք ձեզ միայն մնում է թալանել այդ միլիարդները եւ իհարկե այդ ամեն ինչը կգնա Վահե եւ Վիգեն Վիվարոյտերերի այդ Բադալյանների անվան տակ Նարեկ Նալբանդյանի անվան տակ բայց ձեր ականջները վստահեցնում եմ ձեզ ես չգիտեմ դուք ավանակ էշ ուրիշին եք կոչում բայց ես այս պարագայում կարող եմ ասել այդ կենթանին շատ ավելի համահունչ է ձեզ եւ հատկապես Աննա Նիկոլ ձեր ականջները այդ ամեն ինչի հետևից երևում են ինձ ասում են սա ամենավտանգավոր թեման է որովհետեւ այստեղ կա փող իսկ իրենք փողի մեռած մարդիկ են պետք է այս առումով իրենց հետ զգույշ լինել իսկ Աննան ինչ ասում է մի վախեցեք բան ես չգիտեմ ինձանից պետք չի վախենալ չէ քեզանից ոչ մեկ չի վախենում ուղղակի մենք գիտենք թե ձեր տերերը ովքեր են թուրքերն եւ գիտենք թե թուրքերը ինչ են անում եւ գիտենք թե ինչ գործիքակազմով են ձեր գլխին դրել եւ ձեզ հետ ինչ են անում դուք իհարկե արանքում տենց ահռելի գումարներ եք այս արյան վրա այս սերունդ կործանելու վրա դու շարունակում ես քո փողերու բան աշխատել բայց եթե քեզ թվում է որ դու շահեկան ես դուրս գալ եւ դու կարողանաս այս սրանել նստածնել սրանել նստեցնել սրանել դատել սրան սմանեք չգիտեմ ինչ անեք դուք շահելու եք չէ ընդհանրապես չգրված բան է հնարավոր չէ այդպես բոլոր պայքարողներին բանանել սպանել երկինել այնտեղից հանձնել եւ այնքան տխմար լինել մտածել որ թուրքը գալու է ես իրենց հարցերը կլուծեմ թուրքերն կգան մյուսների հարցերը կլուծեն չէ ձեր հարցերն են լուծելու բայց իհարկե մենք ամեն ինչ անելու ենք որ
թուրքերը չգան եւ թուրքերի գործիքները, իրենց շներն ու շակալներն ու գործակալները այստեղից մաքրվեն, որ այս բոմժերը, այս տեսքի միլիարդեր դարձած բոմժերը, որ չգիտեմ ինչ է հիմա խոսում ներկայացնում ինքը եսի բաներ, մեկ էլ զարթնել է ու սուպեր գործարար է ու չգիտի միլիոնները ոնց աշի ու այս իր ամեն ինչը Իրանն է, այն բանի մուլտի մեջ ոնց էր այդ, որ սա Իրանն է, բանի Են կատվի բան էլի, սա իրեն է, Կարաբաս Բարաբասի պես էլի, սա իրենն է, սա իրենն է, սա իրենն է, սա իրենն է, այդպես ներկայացնեք, ձեր թալանը, եթե անգամ դուք պլանավորել եք Հայաստանի կեսն էլ տակ, այն կեսում մնալու են մարդիկ, ովքեր պայքարել են, որ դուք իրականում ձեր թալանը բերեք, բայց սա խայտառակ վատ նախադասություն է, ես չեմ ուզում ընդհանրապես մենք առաջնորդվենք նրանով, որ պիտի թալանը վերադարձնել, չի գալու են այն մարդիկ, որ այն մարդն է գալու, որ ապացուցել է, որ Արցախն էլ է շենացրել, Հայաստանն էլ է շենացրել եւ այս բոմժերը սկսել են լավ ապրել Այս սրիկաները, որ հիմա թալանում են ու երկիրից մի քանի սերունդ տարան կործանեցին ու շարունակում են կործանել, բայց իրանք ուտող ուրացող սրիկաներ էին, իրենց թերթոններով շարունակում էին պաղծել հեղինակազրկել, հա, ես դες այլ հիշեցի, ես Նարեկ ուրեմն իր խոսքի մեջ որ խոսում է, ասում է, բանը, գիտեք, պետք է մարդիկ լինեն, որ տեսնեն, երիտասարդությունը պետք է տեսնի, դրանով ոգևորվի, իրաց ծրագրերի, պլանների հետևից գնան։ Այ տղա ջան, ես չգիտեմ, երիտասարդ ես, նախքին երիտասարդ ես, ինչ ես, բայց որ քո բաները, այդ ում որ ծառայում ես, այսպես լավ, չգիտես ինչի, ամբողջ երկիրը սովի, ողբի, ցավի, կորստի, հայրենազրկման, տնազրկման, աղքատության, մատնված արտագաղթի ճար, դու ինչ բան ես, ծաղկում ես, պրտում ես, ինչի, որտեվ երկու տերերդ կանգնած են անանուն նիկոտև իրանցն է այդ բիզնեսը իրար հետ եք, կարող եմ ես ինձ ենթադրություններ կամ մամուլից մեջ բերում անեմ, որ այդպես է, այդ որ ասում ես պետք է օրինակ լինի, բայց քո տերերին ասա, այն որ պղծում է մեր հերոսներին, հա? Այն որ հատուկ 18-ին եկավ այդ գեներալներին ու նախագահներին, բայց ժամանակ չէիր մտածում, չես մտածում, որ հիմա Սեյրան Օհանյանն են պղծում, բայց չեք մտածում, որ չի կարելի այդ հերոսներին պղծել, բայց ձեր լակոտներին ո՞նց եք մեծացնելու, օրինակը ով է լինելու, Էրդողանն է լինելու ձեր երեխաների համար օրինակ, Ալիևն է լինելու ոնց է ստորացնում, գլուխը ծեփում է սրիկայի գետնին, ով է լինելու օրինակ, հա? Որ դուք նստած վերընկած Արյան ու սերնդի կործանման վրա ու Արցախի կործանման վրա փող եք աշխատում, այդ չեք մտածում, 4 երեխա, շատ լավ է, որ 4 երեխա ունես, կեցես, բա ինչի վրա ես մեծացնելու, ինչ խորհուրդ ես տալու, ինչ օրինակ ես ցույց տալու, որ ասես տղա ջան կամ աղջիկ ջան, գիտես պապան երբ հարստացավ, երբ որ Արցախը հանձնեցին, երբ որ Հայաստանից այսքան տարածք հանձնեցին, երբ որ Սյունիքի բարձունքները հանձնեցին, հա? Երբ որ 150,000 հայ անտուն դարձավ, երբ որ այսքան գերի ունեցանք, որ այն իսկական հայրին, իսկական ամենահայրին, դիրանց նկարում այլամեն ամենահայրին, ամենաներին, որ այսօր էլ Բաքվի բանտում քո երեսն են մաքրում, Նարեկ ես չգիտեմ ինչ ես, հա երեխեք ջան, կասեք, մենք այդ ցեղասպանության մասնակիցների օրոք ենք միլիարդեր դարձել, այդ օրոք ենք խլել, դրան ժամանակ ենք այս ամեն ինչի տերը դարձել, այդ ես ասելու, դա եք ասելու, այնպես որ մեծ մի խոսեք, ու իբրև թե բան մի գտեք, թե իբրև ուզում եք մաքրվել կամ արդարանալ կամ չգիտեմ ինչ, Անիմաստ է, լավ մնացեք, բոլորի ժամանակն էլ գալու է, ձերը հատկապես։